Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 3-ի ժամը 12:33-ին զանգած տղամարդը հայտնել է երեխայի առևանգման մասին։ Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել են դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը։ Ահազանգով մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և 2 այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է, կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։ Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել։ Այդպես եղավ և այս անգամ։ Նույն օրը ժամը 17:10-ին համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու։ Առևանգված աղջնակը նրանց հետ էր։ Բոլորն էլ տեղափոխվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի, կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են, ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Երևանի հուլիսյան շոգ առավոտներից մեկն անսպասելի լարվածություն բերեց Կոմիտասի պողոտայի անցորդների կյանք։ Հունիսի 3-ին ժամը 12:33-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց տղամարդուց, ով հայտնել էր տվյալ լուրը։ Տագնապալի այս տեղեկությունն անմիջապես գործի գցեց ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին։ Դեպքի վայր մեկնեցին Երևանի քրեական ոստիկանության ծառայողները։ Իրավապահ մարմինները հիշեցնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի, անգամ եթե կապված է երեխայի հետ կենսաբանական կապով, օրենքի առջև հավասար է, իսկ երեխայի շահը գերակա է ցանկացած անձնական վեճից։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ յուրաքանչյուր անձ, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ, համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը կպարզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Որքան վտանգավոր էր այս առևանգումը և ինչ կարող էր լինել, եթե ոստիկանությունը չհասցներ ժամանակին։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է սովորական առավոտը վերածվել ողբերգական իրադարձության։ Երեխայի առևանգումը ոչ միայն հոգեբանական ծանր հարված է նրա համար, այլ նաև կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, հատկապես երբ առևանգողներն ազատ հատում են պետական սահմանը։ Եթե իրավապահները չհասցնեին ժամանակին արձագանքել, շատ հնարավոր էր, որ կինն, իր ամուսինն ու ուղեկիցներն արդեն Հայաստանի սահմաններից դուրս լինեին, երեխային տեղափոխելով մեկ այլ երկիր, որտեղ նրան հետ վերադարձնելը դառնալու էր գրեթե անհնար։ Այդպիսի իրավիճակներում միջազգային իրավական գործընթացները չափազանց երկարատև են ու բարդ, ներառյալ իրավասությունների, փաստաթղթերի, ծնողական իրավունքների և երեխայի շահի ապացուցման խնդիրները։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ երեխան գտնվելով մի միջավայրում, որը կարող է նրան հոգեբանորեն կամ ֆիզիկապես վտանգել, ենթարկվում է լրջագույն ռիսկեր։ Արտերկիր տեղափոխված երեխան կարող է զրկվել ոչ միայն երկրորդ ծնողի հետ շփվելու իրավունքից, այլև կրթությունից, լեզվից, մշակույթից, որը ձևավորվել էր Հայաստանում։ Ոստիկանության օպերատիվ աշխատանքը կանխեց այս ամենը, բայց այդ գործողությունները ևս մեկ անգամ հիշեցնում են, թե որքան կարևոր է ընտանիքում առաջացած կոնֆլիկտները լուծել իրավական և քաղաքացիական մեխանիզմներով, ոչ թե բիրտ ուժով կամ առևանգմամբ։ Երեխայի շահերը պետք է լինեն գերակա, ցանկացած վեճում լինելով դա ամուսինների տարաձայնություն, խնամքի իրավունքի կռիվ, թե երկիր տեղափոխվելու ցանկություն։ Նման դեպքերն ավելի հաճախակի են դառնում գլոբալ աշխարհի պայմաններում, երբ ընտանիքի անդամները կարող են տարբեր քաղաքացիություններ ունենալ, ապրել տարբեր երկրներում և երբեմն չունենալ օրենքի խորքային գիտակցություն։ Բայց անհերքելի է, որևէ ծնող իրավունք չունի ինքնագլուխ որոշելու երեխայի ապագան առանց իրավասու մարմինների մասնակցության և երեխայի շահը վերդասելու։ Այս գործով իրավապահները աշխատեցին հստակ, համակարգված և արագ, սակայն նման դեպքերը նաև հստակ ազդակ են թե իրավական մարմինների և թե հասարակության համար կանխարգելումը միշտ ավելի լավ է, քան արձագանքը։
Ինչ է սպասվում երեխային առևանգած մորը, իրավական ընթացակարգներն ու հնարավոր հետևանքները։ Հաշվի առնելով, որ մայրը երեխային առևանգել է առանց օրինական համաձայնության և փորձել է դուրս բերել Հայաստանի Հանրապետության սահմաններից, նրա գործողությունները կարող են դասվել որպես հանցագործություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն։ Անչափահաս երեխայի առևանգումը անկախ ծնողական հարաբերությունից կարող է դիտվել որպես քրեական պատասխանատվություն հարուցող արարք։ Նման դեպքերում դատարանը կարող է քննել նաև մոր որպես ծնողի իրավասությունների սահմանափակման հարցը, եթե պարզվի, որ նրա գործողությունները վտանգել են երեխայի առողջությունն ու կյանքը, հնարավոր է, որ նրան ժամանակավորապես կամ մշտապես զրկեն խնամքի իրավունքից։ Մայրը ներկայումս գտնվում է կալանավորված կամ ազատությունից ժամանակավոր զրկված վիճակում, մինչ նախաքննությունը կավարտվի։ Քննչական մարմինները կդիտարկեն՝ ուներ արդյոք մայրը երեխայի խնամքի օրինական իրավունք, ինչ նպատակով էր ցանկանում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, մասնակցել են արդյոք այլ անձինք որպես կազմակերպիչներ կամ օժանդակողներ, ինչպես է երեխայի հոգեբանական վիճակը, արդյոք վնաս հասցվել է։